Մի որբ երեխա ցնցոտիներ հագած կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ։ Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ։ Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին։ Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային։ Երբ արևը կամաց թեքվում էր մոտակա կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր, խեղճ ու անտուն։ Ախ, կարմիր արև, բարի արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ուր ես գնում, թողնում ես ինձ մենակ այս ցրտին ու խավարին, ես մայր չունեմ, ես տուն չունեմ, ուր գնամ, ում մոտ գնամ, վեր առ, տար ինձ քեզ հետ, անուշ արև։ Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր սահում էին նրա գունատ երեսից, իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան։ Արևը սահեց, անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց։ Բարի արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ, ես գիտեմ, ձեր տունը այս սարի հետևն է, ես կգամ քեզ մոտ, հիմա։ Եվ խեղճ երեխան դողալով, հարուստ տների պատերը բռնելով, գնաց քաղաքից դուրս ելավ, հասավ մոտակա սարին, դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ։ Մութն իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց։ Սարի գլխին փայլփլում էին աստղերը, կանչող, գուրգուրող ճրագների պես։ Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր։ Երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել։ Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև։ Բարձր, միշտ բարձր, և հանկարծ լսեց շների հաչոց։ Մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից։ Ո՞վ ես, ուր ես գնում։ Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ուր է արևի տունը, հեռու է, թե մոտիկ։ Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց. Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ։ Ինչ անգութ են քո հայրն ու մայրը, որ ես մթանում քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել։ Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր։ Գնանք տղաս, գնանք ինձ մոտ։ Ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ։ Նրա տունը մի խեղճ խրճիթ էր։ Օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու փոքր երեխաները։ Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոջում էին ոչխարները։ Նա հովիվ էր, սարի հովիվ։ Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել։ Թող չլինեք 3 եղբայր, լինեք 4։ 3-ին հաց տվող ձեռքը 4-ին էլ կտա։ Սիրեցեք իրար։ Եկեք, համբուրեցեք ձեր նոր եղբորը։ Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ համբուրեց։ Հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան։ Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս։ Հետո սեղան նստեցին, ուրախ, զվարթ։ Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին։ Երեխան շատ էր հոգնած, իսկույն աչքերը փակեց ու անուշ քնեց։ Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան։ Ասես ինքն արդեն արևի մոտ է, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում, տաք ու երջանիկ։ Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը։ Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է։